Լինել LGBT անձ հաճախ մեր հասարակությունում նշանակում է անցնել տարատեսակ բռնությունների միջով։ Մարդու բազային պահանջմունքներից մեկը սիրո, ընկերների այդ համայնք ունենալու պահանջմունքն է։ Ու երբ որ քեզ կտրում են ու գցում են այդ համայնքի միջից ինչ որ մի առանձնահատկության համար, սա բնականաբար անձի վրա շատ լուրջ տրավմատիկ ազդեցություն կարող է ունենալ եւ հետևանքները կախված նրանից, թե ինչ անձի մասին ենք մենք խոսում, կարող են շատ տարբեր լինել, այո, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն կարող է լինել։ Բռնություն տրավմայի ամենաուղիղ պատճառներից մեկն է, տրավմատիզացնում է մարդուն։ Ու երբեմն շատ դժվար է լինում համոզել այս մարդկանց, որ դու իրավունք ունես ու կարող ես ապրել այլ կերպ, դու կարող ես չլինել բռնության մեջ, դու իրավունք ունես, որ դու դրա մեղավորը չես։ Մեր մոտ կան մասնագետներ, ովքեր խոսում են սեռական կողմնորոշման մասին ու նույնասեռական կողմնորոշման մասին, որպես այո, պաթոլոգիա, որպես հիվանդություն։ Հոգեբաններ կան, ովքեր հավատում են, որ կարող են բուժել նույնասեռականությունը։ Այս պրակտիկաները կոչվում են կոնվերսիոն պրակտիկաներ, իսկ դրսում հետազոտությունները, այդ ստուգումները հանգեցրել են նրան, որ մի շարք գիտական հոգեբանական ասոցիացիաներ ինչ որ պահի հայտարարություններ են արել այն մասին, որ դատապարտում են կոնվերսիոն պրակտիկաները եւ հակաէթիկական են դրանք համարում։ Եթե լինի մասնագիտական հանրույթ, ով որ սահմանում է էթիկան, ով որ հետևում է ոնց է աշխատանքը իրականացնում, այստեղից ելնելով, օրինակ հնարավոր կլինի կոնվերսիոն պրակտիկաների վրա ազդեցություն ունենալ ու արգելել այդ պրակտիկաները, արգելել այդ հոգեբանների գործունեությունը։ Այն LGBT անձինք, ովքեր ստանում են ընտանիքից աջակցություն կամ գոնե չեն մերժվում, բռնության չեն ենթարկվում, իրենց բարօրության, սուբյեկտիվ բարեկեցության մակարդակը շատ նշանակալիորեն ավելի բարձր է, քան այն անձինք, ովքեր հակառակը ընտանիքի կողմից կամ մերժվում են, կամ թիրախավորվում են, կամ խտրականացվում են, ավելի հեշտ է ուղղակի լինում ապրելը, ավելի հեշտ է, երբ որ դու գիտես, որ ունես մի ապահով տեղ, որտեղ կարող ես գնալ, որտեղ քո հարազատներն են, քեզ ընդունում են, սիրում են, այնպեսին ինչպեսին որ դու կաս, դա նաև շատ ավելի ինքնավստահություն է տալիս հասարակության մոտ լինելու այնպեսին ինչպեսին որ կաս։ Հասարակությունը լայն առումով շատ դանդաղ է փոփոխվում ու կարող է այդ մարդու մի ամբողջ կյանքը չհերիքի նրան, որ հասարակության ինչ-որ վերաբերմունք փոխվի, բայց ինքը պետք է ապրի այդ միջավայրում, պետք է ապրի այդ մարդկանց հետ, ու չգիտեմ, ուշադրություն չդարձնել դրա վրա կամ վերաբերմունքը փոխել շատ քիչ է։ Նույնիսկ այս պայմաններում կան միջավայրեր, կան մարդիկ, որոնք որ հնարավորություն տալիս են ապրել ու ապրեցնում են այս մարդկանց։